Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 5, որ նրան սրբացն է մաքրելով ջրի ավազանովը, խոսքով, Եփեսացիս 5-րդ գլուխ 26-րդ խոսք։ Աստված խոստանում է, որ մեր մեջ բարի գործ կկատարի, մեզ պատրաստելու այն բարի գործի համար, որը մտադիր էր իրականացնելու։ Մենք խոստում ունենք, որ Աստված կմաքրի մեզ մեղքի աղտերից, ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, որը նշանակում է, թե Քրիստոսի արյան ցողումը խղճի վրա այն մաքրելու և մեղքի զգացումը վերացնելու համար, ինչպես մաքրության ջրով ցողվածները դրանով ազատվում էին իրենց ծիսական անմաքրությունից, և թե հոգու շնորհի ցողումը ամբողջ հոգու վրա, այն մաքրելու բոլոր ապականված հակումներից ու միտումներից, ինչպես Նեեման մաքրվեց իր բորոտությունից Հորդանանում ընկղմվելով։ Քրիստոսն ինքը մաքուր էր, այլապես նրա արյունը չէր կարող մեզ համար մաքրող լինել, և Սուրբ Հոգին էլ մեզ սրբագործում է։ Ջուրը խորհրդանիշ է մեր մեղքով պղծված հոգիների մաքրման, սակայն ոչ մի ջուր չի կարող ավելին անել, քան մարմնի կեղտը հեռացնելը։ Ջուրը ընդհանուր առմամբ հանդիսանում է Սուրբ Հոգու սրբագործող ներգործության խորհուրդ նշանը, բայց այն միշտ զուգ կապված է Քրիստոսի քավող արյան հետ։ Երբ վերջինը հավատքով կիրառվում է խղճի վրա այն մաքրելու չար գործերից, առաջինը միշտ կիրառվում է հոգու զորությունների վրա այն մաքրելու մեղքի ապականությունից։ Բոլոր նրանք, ովքեր բաժին ունեն նոր ուխտին, ունեն նոր սիրտ և նոր հոգի, որպեսզի քայլեն նոր վերածնված կյանքով։ Աստված տալիս է մսեղեն սիրտ, փափուկ և քնքուշ սիրտ, որը հնազանդվում է իր սուրբ կամքին։ Նորոգող շնորհը հոգու մեջ գործում է այնպիսի մեծ փոփոխություն, ինչպիսին է մեռած քարը կենդանի մարմնի վերածելը։ Այսպիսով, Աստված իր հոգին դնում է մարդու ներսում, լինելով նրա համար որպես ուսուցիչ, առաջնորդ և սրբագործող։